Դուք դիտում եք Արմալուրի կիրակնօրյա թողարկումը, բարև ձեզ։ Առաջին հատվածում առաջարկում եմ դիտել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է համաշխարհային դարպասներ երկրորդ համաժողովին։ Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Վահագն Արսենյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, կառավարության որոշմամբ Կոլյա Միքայելյանն ազատվել է պաշտոնից։ Պարոն Արսենյան, ձեզ հաջողություններ եմ ցանկանում եւ որ կարողանաք ձեր ողջ ուժը եւ եռանդը ներդնեք Վայոց ձորի մարզի ծրագրերը զարգացնելու համար։ Սրբազանի դատողը Քրիստոսին խաչողն է, խորհրդարանի դիմաց մի խումբ կանայք նստացույց են իրականացրել։ Այդ որոշումը ամբողջությամբ փաստացի խախտում է Հայաստանի Հանրապետության օրենքը եւ խախտում է հայ ազգի վեհագույն օրենքը, որը հոգեվոր դաշտն է։ Ես որպես հայ մարդ այստեղ եմ պաշտպանելու ազգային արժեքները։ Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 25 միլիոն դրամ։ Ոստիկանությունը հայտնաբերել է Հրազեն Սառազանքերու զինամթերք։ Հայաստանի ազգային agrարային համալսարանին հարակից ուսանողական զբոսայգին նոր կյանք կստանա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է համաշխարհային դարպասներ երկրորդ համաժողովին, որին ներկա են եղել նաև մեկ տասնյակից ավելի երկրների նախագահներ եւ վարչապետներ։ Փաշինյանը ելույթ է ունեցել, որտեղ նշել է. It is very symbolic that Շատ խորհրդանշական է, որ համաշխարհային դարպասներ խորագիրը կրող առաջին համաժողովի ընթացքում Հայաստանը ներկայացրեց մեր նորաստեղծ խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը արևելք-արևմուտք եւ հյուսիս-հարավ կապակցվածության կարևոր հանգույց դառնալու տեսնականով։ Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր, մենք լիարժեքորեն հասկանում ենք ներառական եւ արդար կապակցվածության բոլոր դրսեւորումների առավելությունները, քանի որ կապակցվածության բացակայությունը երկար ժամանակ լուրջ խոչընդոտ է եղել Հայաստանի զարգացման, տնտեսականաճի եւ տարածաշրջանային ինտեգրման ճանապարհին։ Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական շարժընթացի պայմաններում մեր խաղաղության խաչմերուկի գաղափարն իրականություն է դառնում, ունենալով ամբողջ ներուժը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև շատ ավելի ընդգրկուն աշխարհագրությամբ ամբողջ դինամիկան փոխելու համար։ Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն նոր գործընկերության օրակարգին եւ դրանով սահմանված հավակնոտ ռազմավարական գործողությունների իրականացմանը վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են առաջիկա անելիքներին եւ համագործակցության խորացման հեռանկարներին, շեշտելով, որ վերջին տարիներին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները նոր որակ ու խորություն են ձեռք բերել։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են վիզաների ազատականացման շուրջ արդյունավետ երկխոսության փաստը եւ նշել, որ այդ ուղղությամբ եւս արձանագրվել է զգալի առաջընթաց։ Կառավարությունը մասնակի կփոխհատուցի կարկուտի վնասները։ 2025 թվականին նախատեսվում է խաղողի մթերման ծավալները հասցնել մինչև 200,000 տոննայի։ Ի թիվս այլ որոշումների գործադիրը Վայոց ձորի մարզպետի պաշտոնում հաստատել է Վահագն Արսենյանին։ Կառավարության նիստը լուսաբանել է Հասմիկ Վարադյանը։ Կառավարությունը մասնակի կփոխհատուցի կարկուտի վնասները։ Հանրապետությունում 2024 թվականին կարկտահարության հետևանքով ընդհանուր վնասված ցանկատարածքներն ու այգետարածքները կազմել են ավելի քան 13,000 հեկտար, իսկ 2025-ին 11,800 հեկտար։ Հաշվի առնելով, որ ապահովագրական ընկերությունները ապահովագրական պայմանագրերի կնքման նկատմամբ զսպվածություն են դրսևորել 24 թվականից, այդ իսկ պատճառով նախագծով առաջարկվում է եւ 24 եւ 25 թվականներին կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց մասնակի փոխհատուցում տրամադրել այն հողօգտագործողներին, որոնց կողմից օգտագործվող ցանկատարածություններում եւ այգետարածքներում կարկուտի հաստատված վնասը կազմել է 40-ից 100%։ Փոխհատուցման չափի հաշվարկը կատարվել է մշակաբույսերի մշակության հիմնական ծախսերի հիման վրա, որպեսզի կայունացնեն գյուղատնտեսական տնտեսությունների ֆինանսական վիճակը եւ ստացած միջոցների հաշվին հաջորդ գյուղատնտեսական տարում հնարավորություն ունենան կազմակերպել գյուղատնտեսական գործունեություն։ Այն ֆերմերները, որոնք 2024-25 թվականների համար կառավարության կողմից արդեն իսկ ստացել են գարնանացանի համար աջակցություն, նրանք այս նոր աջակցությունից չեն կարող օգտվել։ Նախարար Պապոյանը մի քանի օրինակով փորձում է ներկայացնել փոխհատուցման տրամադրման կարգը։ Եթե այգին վնասվել է 100%-ով, ապա ծիրանի դեպքում 301,840 դրամ, կարտոֆիլը 446,950 դրամ, բանջարաբոստանային մշակաբույսերը 130,900 դրամ, աշնանացան ցորենը 55,328 դրամ։
ըստ վնասվածության աստիճանի փոխհատուցվող գումարը կհաշվարկվի համապատասխանաբար։ Աջակցությունից օգտվելու համար շահառուները մինչև 25 թվականի հոկտեմբերի 31-ը դիմում են համայնքին, վերջիններս էլ մինչև նոյեմբերի 10-ը ամփոփում են ստացված դիմումները եւ ներկայացնում մարզային հանձնաժողովներ, որոնք 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են ներկայացված ակտերն ու հիմնավորումները եւ ներկայացնում հանրապետական հանձնաժողովի հաստատմանը։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հավելում է. Այն պահից, երբ մենք կհայտարարենք ապահովագրական համակարգը գործարկելու մասին, այլևս սպասումներ չլինեն, որ պետք է մենք կարկուտի հասցրած վնասները հատուցենք ըստ փաստի, այլ պետք է հորդորենք մեր հայրենակիցներին, որ օգտվեն այն հնարավորություններից, որոնք ընձեռում է ապահովագրական համակարգը եւ մենք շարունակենք մտածել ինստիտուցիոնալ եղանակով, այսինքն կա ապահովագրական համակարգ, եթե ռիսկը տեղի է ունենում, ապա դիմորդները դիմում են նախապես ապահովագրվում են հավանական ռիսկերից, երբ որ տարվա ընթացքում կամ կարկուտը, կամ երաշտը, կամ այլ ապահովագրական ռիսկեր նույնպես կլինեն։ Դրանք տեղի կունենան, կլինի նաև համապատասխան հատուցում։ Պապոյանի տեղեկացմամբ հիմա ուսումնասիրվում է ապահովագրական համակարգի իսպանական ու թուրքական փորձը, քանի որ դրանք աշխարհում համարվում են լավագույնը։ Կառավարությունը հաստատեց նաև Հայաստանի Հանրապետության համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2025-ի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին 1 միլիարդ 582 միլիոն դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 24 համայնքներից թվով 26 սուբվենցիոն ծրագրեր, ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզ 2 ծրագիր 153.7 միլիոն դրամ, Արատի մարզի 2 ծրագիր 210.9 միլիոն դրամ, Արմավիրի մարզի 6 ծրագիր 199.6 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզի 3 ծրագիր 125.9 միլիոն դրամ, Լոռու մարզի 2 ծրագիր 192.8 միլիոն դրամ, Կոտայքի մարզի 1 ծրագիր 25 միլիոն դրամ, Շիրակի մարզի 2 ծրագիր 158.5 միլիոն դրամ, Սյունիքի մարզի 2 ծրագիր 186 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզի 4 ծրագիր 263.8 միլիոն դրամ եւ Տավուշի մարզի 2 ծրագիր 66 միլիոն դրամ։ Ի թիվս այլ նախագծերի գործադիրը քննարկեց մթերող ընկերությունների համար նախատեսված աջակցության նոր նախագիծը։ Քանի որ շրջանառու միջոցների անբավարարությամբ, վարկային ծանրաբեռնվածությամբ եւ ազատ գրավի սակավությամբ պայմանավորված խնդիրներ են առաջացել անհրաժեշտ չափով վարկեր ներգրավելու եւ ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն առանց խոչընդոտների կազմակերպելու հարցով, ուստի նախագծով առաջարկվում է գյուղատնտեսական հումքի մթերումների գնումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում կատարել լրացում, ըստ որի խաղողի մթերումների գնումների նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 25 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 25 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 24 թվականին արտահանված արտադրանքի արժեքը։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով Հայաստանում 2025 թվականին նախատեսվում է խաղողի մթերման ծավալները հասցնել մինչև 200,000 տոննայի։ Կառավարության նիստում հաստատվեց Վահագն Արսենյանին Վայոց ձորի մարզպետի պաշտոնում նշանակելու որոշումը։ Շնորհակալ եմ վստահության համար, կաշխատեմ հանուն պետության եւ Վայոց ձորի մարզի։ Նիստի ընթացքում որոշում կայացվեց նաև Կոլյա Միքայելյանին Վայոց ձորի մարզպետի պաշտոնից ազատելու մասին։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։ Միքայել arczepiskopos Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Որոշումը հանցավոր համարող քաղաքացիները բողոքի գործողություններ են իրականացրել ազգային ժողովի դիմաց։ Ակցիայի մասնակիցները կոչով դիմել են ընդդիմությանը, հանուն հայ ժողովրդի միավորվել եւ լուրջ քայլերի գնալ։ Պատմում է Հասմիկ Ֆահրադյանը։ Որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով։ Բաժի սկիզբը հաշվելով հաստատի այդանացի վերջնելու պահից։ Հոկտեմբերի 3-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանն առաջին դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից 2 տարվա ազատազրկման դատապարտվեց։ Հիշեցնենք, Սրբազանի ձերբակալման պատճառը 2023 թվականին իր հարցազրույցներից մեկի ժամանակ արտահայտած մտքերն են։ Աջապահյանն իշխանությունը փոխելու 3 տարբերակ է առաջարկել՝ ընտրություն, հեղաշրջում եւ ժողովրդավարական ապստամբություն։
Ի պաշտպանություն Սրբազանի մի խումբ քաղաքացիներ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Ցույցի անդամները որոշումը հանցավոր են համարում։ Այդ որոշումը ամբողջությամբ փաստացի խախտում է Հայաստանի Հանրապետության օրենքը եւ խախտում է հայ ազգի վեհագույն օրենքը, որը հոգեվոր դաշտն է։ Մենք որևէ ձևով ամեն անգամ ասում ենք, մենք որևէ ձևով չենք ուզում լինել քաղաքական ուժ, ոնց որ ոմանք սկսում են հիմա մեզ ներկայացնել։ Չենք ուզում լինել քաղաքական գործիչ։ Մեր ակցիաները ուղղված են դրան, որ ցույց տանք, որ հասարակությունը, ոչ թե քաղաքական ուժերը, այլ հենց բուն հասարակությունը пассив չէ եւ հասարակության վառ ներկայացուցիչներ, ինչպիսին մենք ենք, դեմ են այս ամբողջի։ Սա մեկ որպեսի Նիկոլի համար դաս լինի, որ միայն քաղաքական ուժերը չեն իր դեմ, ոնց որ ինքն է համարձակվում ներկայացնել։ Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են սրբազանների նկատմամբ կիրառված միջոցներն անարդար են եւ հակասում են հոգեվոր արժեքներին։ Ես ուզում եմ ասել, որ բացարձակապես ոչ բեդությունը, ոչ էլ ժողովրդից որևէ մեկը իրավունք չունի դատելու գղերական մարդուն, հոգևորականներին եւ սա թող ահազանգի նման հնչի մարդկանց, որովհետեւ իրենք հասկանան, որ իրենք իրավունք չունեն որևէ բան ասելու կամ համարձակվել քննադատելու եւ առավել եւս դատելու։ Յուրաքանչյուր հայ մարդ այսօր պետք է հանդես գա ազգային արժեքներին պաշտպանության։ Ցանկացած ձևով, ինչ ձևով որ կարող է։ Ես որպես հայ մարդ այստեղ եմ պաշտպանելու ազգային արժեքները եւ այս ձևով եմ պայքարում։ Թող յուրաքանչյուրը իր ձևը գտնի։ Ակցիայի մասնակիցները կոչով դիմում են ընդդիմությանը, հանուն հայ ժողովրդի միավորվել եւ լուրջ քայլերի գնալ։ Առանձին կհավաքի Քոչարյանը վստահաբար, առանձին կհավաքի Պատիվ Ունեմը վստահաբար, առանձին կհավաքեն ովքեր են հիմա մեր ձևով, մյուսները կարող է քիչ-քիչ, բայց դա բավարար չէ։ Պետք է ընդհանուր ճակատով հանդես գալ, որպեսզի Նիկոլ անգամ չհամարձակվի ընտրությունների մասնակցել։ Միակ բանը թերևս որ կուզեի ասել, դա այն է, որ իրավապաշտպանները իրենց գործն են անում Սրբազան դատական process-ում ի պաշտպանություն Սրբազանի եւ դա ցանկացած քաղաքացու դեպքում այդպես է, երբ որ դատական process է գնում, իրենց գործը անում են, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի համարենք, որ դա է պայքարը եւ այդ պայքարի հետևում թաքնվենք յուրաքանչյուր հայ մարդ, որը իրեն համարում է նաեւ քրիստոնյա եւ հայկական արժեքների կրող, նա չպիտի հանդուրժող լինի այս իրականությանը, երբ որ մենք այսպիսի ամոթի մեջ ենք, Սրբազանը դատվում է, Սրբազանին ասում է մեղադրյալ կանգնի եւ մենք կարողանում ենք նայել դրան եւ դա մարսել։ Ես ինքս չեմ մարսում եւ նույնիսկ եթե ես միակ մարդն եմ, ով որ այստեղ կկանգնեմ, ես կկանգնեմ ու կասեմ, որ ես դեմ եմ դրան, ես ամաչում եմ, որպես հայ ես չեմ ընդունում այդ իրողությունը։ Մեկ ժամ տևած նստածույցի միջոցով կանայք իրենց դժգոհությունն արտահայտեցին։ Թեև ակցիայի մասնակիցները սակավաթիվ են, միևնույնն է կարծում են, հանրային դաշտում իրենց ձայնը լսելի կդառնա։ Եկել են պաստառներով, որտեղ ցույց են տալիս, թե որն է Նիկոլ Փաշինյանի խաղաղության գինը։ Առանց Արցախ, առանց Արարատ, առանց Հայաստանի Հանրապետության, առանց Սրբազանների, առանց Էջմիածնի, սա է Նիկոլի խաղաղության գինը, եւ մենք որևէ ձևով պատրաստ չենք այդ գինը վճարել։ Մեր ակցիայի իմաստը Հայաստանը փրկելն է, որովհետև մենք այսօր կանգնած ենք ամբողջությամբ վերացման կործանման առաջ։ Ես ցավում եմ, որ մեր ազգը դա չի գիտակցում, ինչ որ թմբիրի մեջ է կամ հիմնականում մտածում է, որ հույս չկա, շանս չկա եւ այլն, բայց մեր ազգը միշտ ծնել է հերոսներ, մենք սարսափելի արհավիրքներից հետո միշտ վերելքներ ենք ապրել եւ հիմա հերոսների ժամանակն է եւ ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր իրենց մեջ ունեն այդ երգը, նրանց մեջից թող ծնվեն ու վերբարձրանան հերոսները եւ փրկեն մեր ազգը։ Ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու եւ սրբազան հայրերի քաղաքացիները շարունակելու են բողոքի ակցիաներ իրականացնել։ Հասմիկ Ֆահրեդյան, Արմանլուր։ Հակակոռուպցիոն դատարանը քաղաքացիական գործի նոր քննության արդյունքում 2025 թվականի հոկտեմբերի 7-ի վճռով բավարարել է գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հայաստանի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի։ Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 25.252.000 դրամ որպես պետությանը պատճառված վնաս։ Ըստ գործի փաստական հանգամանքների վնասը պատճառվել է Հայաստանի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Գուգարկ ընկերության միջև Քոբայրավանք վանական համալիրում
վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար հուշարձանների վերականգնում ծրագրով 2007 եւ 2008 թվականին կնքված պայմանագրերի ոչ պատշաճ կատարման հետևանքով։ Դատարանը հիմնավոր է համարել Հասմիկ Պողոսյանի կողմից երկու պայմանագրերի կապակցությամբ հակաիրավական վարքագծի արկայության վերաբերյալ դատախազության փաստարկները եւ բավարարել է հայցը։ Ոստիկանությունը հայտնաբերել է հրազեն, սառնազենքեր ու թմրանյութ, մանրամասները ոստիկանության տեսանյութում։ Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության քրեական միջավայրի հակազդման բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 32-ամյա մի տղամարդ եւ իր ընկերները Երևանի տարածքում շրջում են մի քանի մեքենայով, նաեւ ապօրինի պահում ու կրում են հրազեն, սառը զենք եւ թմրամիջոց։ Տեղեկությունն իրացվեց հոկտեմբերի 3-ին քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ։ Ժամը 18-ին Գարեգին Նժդեի եւ Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում հայտնաբերվեցին 32-ամյա տղամարդն ու նրա ընկերները իրենց առաջ 4 ավտոմեքենաներով։ Մի քանիսը փորձեցին դիմել փախուստի, ինչը կանխվեց։ 10 անց ձերբակալվեց եւ Mercedes, BMW ու 2 Porsche մակնիշի ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվեց քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Ձերբակալվածներից մեկի 36-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց 7 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ, մեկ այլ 36-ամյա տղամարդու մոտ կար գաղտնի փականով դանակ, նման մի դանակ եւ կոկաինով 2 փաթեթ էլ հայտնաբերվեց 41-ամյա տղամարդու խուզարկությամբ։ Ավտոմեքենաները տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք ու կնիքվեցին։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 41-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հայաստանի ազգային agrարային համալսարանին հարակից ուսանողական զբոսայգի նոր կյանք կստանա։ Այս մասին է Երևանի քաղաքապետարանի տեսանյութը։ Գտնվում ենք ուսանողական այգում, Ագրարային համալսարանի դիմացի այգին է, որը կանգնած էր ոչնչացման եզրին։ Տարիներ շարունակ այստեղ ոռոգման ջրի խնդիր կար, հաշվի առնելով համալսարանի ղեկավարության խնդրանքը, հավելյալ մեր խնայողությունների հաշվին հնարավոր եղավ այստեղ նույնպես ոռոգման համակարգ անցկացնել։ Մոտ 3 կիլոմետր ոռոգման համակարգի անցկացվում, մոտավոր հաշվարկներով այստեղ 50-ից ավել ծառատեսակներ եւ 100-ավոր թփատեսակներ են տնկվելու։ Պոլիէթիլենային խողովակները մոնտաժելու համար հատուկ սարքավորումներ ենք ձեռք բերել, որը եռակցում կպցնում է դրանք ամեն ինչը, որը Երևան քաղաքը երբեք չի ունեցել։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի հասցնենք մինչև Ագրարային համալսարանի 95-ամյակի միջոցառումները։ Թողարկման երկրորդ հատվածում առաջարկում եմ դիտել։ Հոգևոր քաղաքը տոնում է 2710-ամյակը։ Ով Էջմիածնի դարավոր պատմությունը դառնա մեր միասնական ուժի աղբյուրը, իսկ ապագան մեր համախմբվածության եւ ստեղծարարության պայծառ արդյունքը։ Տոնը շնորհավոր Էջմիածին։ Հանդիպում Մաչանենցի հետ շարքի շրջանակներում Գրիգոր Բաբախանյանը սյունեցիների հետ կիսվել է իր փորձով։ Հայ միասնության խաչ կազմակերպության Մաչանենց սոցիալական ձեռնարկության առաքելության կարևոր մի ողջ է այդ ողնաշարի կազմում այն, որ մենք մեր փորձը փոխանակենք, մեր փորձը փոխանցենք Հայաստանի Հանրապետության տարբեր մարզեր, համայնքներ։ Ժամանակի մարտահրավեր թե կախվածություն, ինչպես է սմարթֆոնը փոխում դեռահասների առօրյան մտածողությունն ու հարաբերությունները։ Ընդհանուր առմամբ սերունդը իսկապես ունի կախվածություն սմարթֆոններից, եւ եթե հետևենք անգամ ստատիստիկաներին իրենց հեռախոսի օգտագործման, այնտեղ բավականին մեծ ժամանակ տրվում է հատկապես սոցկայքերին։ Շանկծածը վտանգավոր է, ինչպես պաշտպանվել կատաղությունից խորհուրդ են տվել մասնագետները։ Մինչև կենդանու կողմից վնասվածք ստանալը կատաղության կանխարգելում չի իրականացվում է միայն արդեն կենդանու կողմից տուժելու հետևանքով։ Հիվանդությունը մահացու հիվանդություն է եւ բուժ կանխարգելիչ միջոցառումների բացակայության դեպքում բերում են մահվան հաղորդող դեպքերում։ Գիրքը զիջել է համացանցին, ինչու ընթերցանությունն այլևս ակտուալ չէ։ Հասարակությունը այս առումով շատ է փոխվել։
չի կարող երիտասարդին հետաքրքրող թեման գլոբալ առումով հետաքրքրել մեծահասակին։ Խորհրդանշական Նոյի տապանը Էջմիածնում էր։ Մաչանենց բերդաքաղաքը հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի 2700 տասնամյակի միջոցառումներին տպավորիչ կերպով է ներկայացել։ Տոնակատարությանը մասնակցած տաղավարները մեկը մյուսից յուրօրինակ են եղել։ Քաղաքի տոնը նշվել է մեծ շուքով։ Տոնական տրամադրություն է ունեցել նաև Արմալուրի թղթակից Շողեր Ղլիջյանը։ Արտիմեդ, Վարդգեսավան, Վաղարշապատ ու Էջմիածին։ Դարերի պատմության միջով է անցել հայոց հոգևոր մայրաքաղաքը, որն այսօր նշում է իր 2700 տասնամյակը։ Էջմիածինը ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր կենտրոնն է, այլև մեր պատմության խորհրդանիշը։ Շնորհավորական խոսքում առանձնացնում է Արգիշտի Մեխակյանը։ Այստեղ է դրվել այն ամուր հիմքը, որի վրա մենք շարունակում ենք կառուցել մեր վաղվա օրը։ Սիրելի հայրենակիցներ, 2710 ամյակը մեզ համար ոչ միայն անցյալի մեծությանը վերադառնալու առիթ է, այլև ապագայի հանդեպ վստահության եւ պատասխանատվության խոստովանություն։ Տոնը շնորհավոր Էջմիածին։ Տոնական տաղավարներ, երաժշտություն ու հանդիսավոր շքերթ, որոնք ամեն քայլափոխի հիշեցնում են, Էջմիածինը անցյալից եկած պատմություն ունի։ Թող յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր պահ շքերթում դառնա մեր քաղաքի միասնության եւ հպարտության նշանը եւ հիշեցնի, թե ինչ ուժեղ եւ միասնական է մեր քաղաքը։ Քաղաքը տոնական տրամադրության մեջ է։ Օրվա մեկնարկի հանդիսավոր շքերթին են մասնակցում քաղաքում գործող կրթական, մշակութային ու մարզական հաստատությունները։ Էջմիածնի հրապարակին կից հատվածում միանգամից աչքի է ընկնում Մաչանենց բերդաքաղաքի տաղավարը։ Նոյի հրապարակն են այստեղ բերել։ Հրապարակամերձ հատվածում հնարավոր է տեսնել ձեռագործ աշխատանքներով հարուստ տաղավարներ։ Առանձնանում են նաև Էջմիածնում գործող նախաձեռնությունները։ Ժեստ հոգեբանական կենտրոնի տնօրեն Մարիամ Մեհրաբյանը պատմում է իրենց աշխատանքի եւ Էջմիածնի կարեւորության մասին։ Էջմիածին քաղաքը 10 տարուց ավել հոգևոր մայրաքաղաք լինելուց զատ իմ եւ մեր թիմի համար որպես սիմվոլ ընտրել է մեր տուն հասարակական կազմակերպությունը, ում տաղավարում, ում ջերմ հարկի տակ մենք նաև ունենք Էջմիածին ժեստը։ Էջմիածին քաղաքի տոնը առանց մեզ կանաչներից չի էլ պատկերացնում, որովհետև ես ինքս երկկողմանի պապիկներիս կողմից Էջմիածին քաղաքից եմ, բայց էլի ու էլի պետք է նշեմ, որ Էջմիածնի սիմվոլիկան մեր տունն է, որովհետև բարության, ջերմության, երեխաների հանդեպ ճիշտ մոտեցման, մանկարժանահոգեբանական ամենակարևոր մոտեցումները քաղաքի տոնը պետք է ընդգծված լինեն։ Երիտասարդների տանսաներն իրենց ձեռքի աշխատանքներն են ներկայացնում, հասույթը կուղվի իրենց ծրագրերի հզորացմանը։ Ներկայացված են էկոպայուսակներ, նկարներ, ինչպես նաև ձելագործ հագուստներ, որոնք կարող եք դուք ձեռք բերել, կազմակերպվում են բազմաթիվ աշխատարաններ, ակումբներ։ Ձեռագործ իրերի կողքին է Արցախի համն ու հոտը։ Մեղր արտադրող ընկերության համահիմնադիրը պատմում է իրենց մեղր արտադրության մասին։ Զբաղվում ենք մեղրի, մեղվամթերքների, սուֆլե մեղրերի արտադրությամբ։ Բրենդը Հաթերք է կոչվում հենց մեր գյուղի, Արցախի Հաթերք գյուղի անունով, որը շուրջ 2500 տարվա պատմամշակութային ժառանգություն ունեցող գյուղ է եղել, ու մեր բրենդի ստեղծման հիմնական նպատակն է եղել աշխարհի բոլոր ծայրերում պատմել հենց մեր գյուղի մասին։ Նույն համերով մեղրերը ինչ արտադրում էինք Արցախի Մարտակերտ Խարվաճար շրջաններում, փորձել ենք Հայաստանում Լոռի ու Տավուշ մարզերում գտնել հնարավորինս մոտ մեր բնությանը դաշտեր, անտառներ, լեռնային ինչ-որ տարածքներ, որտեղ ստանում ենք նույն համերով մեղրերը։ Տոնական միջոցառումները շարունակվելու են ամբողջ օրվա ընթացքում քաղաքի տարբեր անկյուններում, իսկ երեկոյան կամփոփվի տոնական համերգով։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։ Մեկնարկել է հանդիպում Մաչանենցի հետ ճամփորդական շարքը։ Առաջին կանգառը Գորիսում է եղել։ Հայ միասնության խաչ բարեգործական, մշակութային, հասարակական կազմակերպության եւ Մաչանենց բերդաքաղաքի հիմնադիր նախագահ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը հանդիպումների ընթացքում նշել է, որ մարզերը պետք է հնարավորինս պահել ուշադրության կենտրոնում, հարթելով ու զարգացնելով առաջընթացի ուղիներ։ Այցի մանրամասները ռեպորտաժում։
Դժվարություններից մինչև հաղթանակած օրեր։ Շրջել ամբողջ Հայաստանով եւ պատմել Հայ միասնության խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության 38-ամյա գործունեության մասին։ Հանդիպում մաչանենցի հետ այս անգամ արդեն Սյունիքում։ Հայ միասնության խաչ կազմակերպության մաչանենց սոցիալական ձեռնարկության առաքելության կարևոր մի ողջ է այդ ողնաշարի կազմում այն, որ մենք մեր փորձը փոխանակենք, մեր փորձը փոխանցենք Հայաստանի Հանրապետության տարբեր մարզեր, համայնքներ, որպեսզի այն ճանապարհը, որ մարդը պիտի անցնի 1 տարում, անցնի կես տարում, ավելի կարճ ժամանակում։ Հանդիպում մաչանենցի հետ ճամփորդական շարքը սկսվում է Գորիս քաղաքից։ Աքսել Բակունցի տուն-թանգարանում ցուցադրվել են Բաբախանյանի աշխատանքները՝ նկարներ, կավե հարթաքանդակներ, քանդակներ։ Ներկաները ծանոթացել են նաև Գրիգոր Բաբախանյանի 6-րդ իմաստության կոշիկներ գրքին։ Նրա պոեզիան այն դաշտերից չէ գրական, որ ուղղակի գեղեցիկ բառախաղերով կամ արտաքին փայլով է առանձնանում, այս պոեզիան իսկապես գրականության էջ է, որը ընթերցողին հնարավորություն է տալիս նաև փիլիսոփայական տարածքում հայտնվելու, ոչ միայն գեղարվեստական տարածքում, այլև փիլիսոփայական եւ հոգեվոր ուղեցույց ունենալու ձեռքին, ինչպես ապրել, ինչպես շփվել, ինչպես որոնել կյանքի ճշմարտությունները։ Նրա փորձը շատ ուսանելի է եւ շատ անհրաժեշտ է հատկապես երիտասարդության համար եւ ոչ միայն ցավոք սրտի այդպիսի մարդիկ մարգինալ են դառնում հենց այդ մարգինալության մեջ հենց նրա ուժն է։ Բաբախանյանը ներկաներին փոխանցում է իր ուղերձը, կյանքի գլխավոր արժեքը ոչ թե փառքի, այլև իմաստության ու խոհեմության մեջ է։ Մեկ անգամ պետք է լինել մաչանեստան առաջորդին, ու տեսնել թե ինչից, ոնց, ինչի ուր կարելի է հասնել։ Այլ ուղղակի տեսնել, շփվել եւ կազմակերպել զարգացնելու մեր երկիրը տարբեր մարզերում տարբեր բաներ կարելի է անել, բնորոշ ըստ մարզերի։ Մենք ապրում ենք այնպիսի դարում, երբ որ արհեստական բանականությունը կարծես թե փորձում է հայտ ներկայացնել նաև արվեստի բնագավառին եւ փոխարինել շատ բաների եւ այստեղ մարդկությանը կողքից ասած փոխողակը հենց մաչանենցի պես մարդիկ են, ովքեր նորարարական թարմ եւ հզոր գաղափարներով կարողանում են անդադ ստեղծել այնպիսի աշխատանքներ, ստեղծագործություններ, գեներացնել այնպիսի բովանդակություն, որը կարծես թե հնարավորություն է տալիս մարդկանց դուրս գալ առօրյա մղձավանջներից, կենցաղային խնդիրներից։ Էմոցիաներս այնքան շատ էին, որ հենց միջոցառման ժամանակ գրեցի բանաստեղծություն Գրիգոր Մաչանենցին նվիրված եւ նվիրեցի իրեն, մակարդամ այն, հարույկը վառվեց, ծուղ դարձավ աղոտ, երգը թև առավ Մաչենցի բեմից, աշխարհը բեմ է, մարդու խաղնավեր։ Գորիս քաղաքում Մաչանենցի հետ հանդիպումը կազմակերպվել է Աքսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի եւ Սյունիքի գիտամշակութային զարգացման հիմնադրամի նախագահ Թեհմինա Մարությանի կողմից։ Հաջորդ կանգառը Կապանի երկրագիտական թանգարանն է։ Հանդիպումը կայացել է մարզպետարանի աշխատակազմի եւ Կապանի երկրագիտական թանգարանի աջակցությամբ։ Մեզ համար մեծ պատիվ է համագործակցել Մաչանանց հետ, քանի որ Մաչանանց տունը նաև մշակութային գործունեությամբ է զբաղվում, սա մեծ փորձի փոխանակում է մեր տարածաշրջանում, Կապանում նույնպես այդ համագործակցությունը ամրապնդելու համար։ Շնորհակալ եմ մարզպետին, պարոն Ռոբերտ Ղուկասյանին, երկրագիտական թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանին, այս նախաձեռնությունը ցուցաբերելու համար, կազմակերպելու համար, շատ լավ էր ամեն բան կազմակերպված։ Խոսեցինք Մաչանենցի կենսափորձի մասին, կենսափորձը փորձեցինք առ ժամանակում ներկայացնել եւ իմ պատրաստակամությունը հայտնեցի, ինչպես նաեւ երեք Գորիսում, որ խորհրդատվություն, փորձի փոխանակում Մաչանենցի սոցիալական ձեռնարկությունը պատրաստ է միշտ, որովհետեւ մենք պետք է ոչ միայն երազենք համաչափ զարգացած պետություն, այլ մենք պետք է կերտենք
համաչափ զարգացած պետություն։ Ըստ Բաբախանյանի, մարզերը պետք է հնարավորինս պահել ուշադրության կենտրոնում զարգացնելու առաջընթացի ուղիներ հարթել։ Կապանցի Ռուբեն Կոստանդյանը Մաչանենց տան իրականացրած լայնածավալ գործունեությունից քաջատեղյակ է, նա մասնակցել է Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիումին։ Տարբեր պետություններից, տարբեր երկրներից մասնակցում են այդ սիմպոզիումներին եւ դա միայն դրական էներգիա է փոխանցում թե մեզ, թե նրանց նկարիչներին եւ իհարկե նաեւ այդ հասույթից ինչ-որ բան է գոյանում եւ այդ օգուտից նաեւ օգտվում են փոքրերը, երեխաները։ Սյունիքի մարզում վերջին կանգառը Մեղրի քաղաքն է։ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության կենտրոնում Գրիգոր Բաբախանյանի հետ հանդիպման եկածները ծանոթացան նրա ստեղծագործական մոտեցումների եւ նորարարական գաղափարների հետ։ Մեծ աշխատանք է կատարել, շատ մեծ աշխատանք, հիացած եմ ուղղակի, շատ մեծ գործ արել։ Ինչ խոսք այսօր Մեղրի մեր ինքը ինձ համար տոնի նման մի բան է, շատ հետաքրքիր է, սպասում է երկար է սպասում, ոչ բոլորն են գալիս Մեղրի, բայց ինքը եկավ, շնորհակալություն իրան։ Շատ հետաքրքիր էր, ուրախ եմ, որ ներկա գտնվեցի, ուրախ եմ, որ հենց ինքը Գրիգորը առաջին անգամ էր Մեղրիում ու ինձ բախտ վիճակվեց հենց այսօր գտնվել այստեղ։ Սյունեցիներն այս հանդիպումների ընթացքում հնարավորություն ունեցան անմիջապես լսելու Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի պատմությունները, ծանոթանալու միջազգային հարթակներում նրա մշակութային ու հասարակական ծրագրերին, ինչպես նաև ներշնչվելու նոր գաղափարներով, դրանք վերածելով տարածաշրջանային զարգացման իրական հնարավորությունների։ Հասմիկ Ֆարհադյան, Արմալուր։ Ժամանակի մարտահրավեր թե կախվածություն, ինչպես է սմարթֆոնը փոխում դեռահասի առօրյան մտածողությունն ու հարաբերությունները։ Եթե ժամանակին դպրոցականի լավագույն օգնականը ինչ է, ով է հանրագիտարաններ, ապա այսօր սմարթֆոնը փոխարինում է բոլոր հանրագիտարաններին։ Դպրոց է այցելել ու բջջային հեռախոսների կարևորության մասին հարցեր է տվել Շողեր Ղլիջյանը։ Դասի ժամին, ընդմիջման ժամանակ, նույնիսկ տուն գնալիս, սմարթֆոնը միշտ դպրոցականի ձեռքում է։ Անհրաժեշտություն թե կախվածություն է բջջային հեռախոսը։ Երբ որ անհրաժեշտության պահը գալիս է, որ ես առանց հեռախոսի պետք է անցկացնեմ ու առավել եւս ինչ-որ հետաքրքիր զբաղմունք ունեմ առանց հեռախոսի, ես մեծ հաճույքով առանց հեռախոսի եմ անցկացնում։ Բայց ժամանակ է լինում, որ ես առանց գիտակցելու հեռախոսի մեջ եմ մտնում, ուղղակի առանց ուրիշ հետաքրքիր զբաղմունք ունենալու պատճառով։ Մարդիկ, ովքեր ուղղակի կախված են լինում ու շատ ժամանակ, երբ որ ես իրանց ասում իջնենք, իրենք զբաղված են լինում իրենց հեռախոսները եւ կարող են մերժել։ Ես հիմա սովորում եմ ճապոներեն լեզու մեթոդով, որ պետքա լիքը նայեմ, էլի, ճապոների ինչ-որ բան, այդ պատճառով ես պետք է ոնց որ այդ գadgetների մեջ շատ լինեմ։ 6-ից մի քիչ շատ ժամ ֆիլմեր եմ դիտում, երաժշտություն եմ լսում ու խաղեր եմ խաղում։ Գրեթե օրվա մի 2-3 ժամը։ Իհարկե զգում եմ, որ կախվածություն կա, քանի որ ասենք դասերը հիմա կախված է լինում հեռախոսից ու ավելի շատ երեխաներին տանում են թվայնացման հեռախոսի մեջ են, որ ավելի շատ ունեցեք հեռախոս, տնայինները հեռախոսով են լինում, դրա համար հիմիկվա երիտասարդների կեսի շատը սենց ասած հեռախոսների մեջ է։ Կրթական յուրաքանչյուր հաստատություն ինքն է որոշում հեռախոսը վերցնել թե տալ աշակերտին։ Մանկավարժը պնդում է, ամբողջական արգելք սահմանել դժվար է։ Դասագրքերի բովանդակության մի մասը հենց թվային նյութերի վրա է հիմնված։ Ուսումնական հաստատություն միանշանակ է, որ արգելել, կանխել սմարթֆոնների օգտագործումը չենք կարող, որովհետև ունենք ուսումնական գործընթացի համար կիրառելիության իր անհրաժեշտության կարևոր բաղադրիչը, շատ նյութեր կան, որ ուսուցիչները փորձում են այդ նյութերի բացը լրացնել հենց սմարթֆոնների միջոցով եւ դրանով պայմանավորված մենք չենք կարող լիարժեքորեն արգելել սմարթֆոնների օգտագործումը։ Մանկավարժը պատմում է, որ դասն անցկացնում են հեռախոսներով, դասագրքերում տեղեկատվությունը քիչ է։ Օգնության է հասնում երեխաների սիրելի սմարթֆոնը։ Անգլերենի շրջանակներում շատ ենք օգտվում, դասապրոցեսին էլ ենք օգտվում, որտեղ գրքերում վարժությունները սահմանափակ են, տեքստերը սահմանափակ են, իսկ լեզվի զարգացման համար մեզ հավելյալ ինֆորմացիա է պետք, հավելյալ ռեսուրս, եւ այսպես ասած հեռախոսները օգտագործում ենք որպես գիրք եւ դասի ընթացքում եւս շատ ժամանակ ստիպված ենք լինում հեռախոսներից օգտվել։
Անգլերենի ուսուցիչը, որը մշտապես դպրոցահասակների հետ շփման մեջ է, առանձնացնում է սմարթֆոնի դրական ու բացասական կողմերը։ Դրական կողմերից կարող եմ ասել, որ սմարթֆոնները բազմաթիվ անգամ հեշտացրել են մեր առօրյան, ինչպես նաև կրթության ոլորտում, որովհետև եթե ես հիշեմ իմ դպրոցական տարիները, երբ որ ինձ պետք էր որոշակի ինֆորմացիա հայթայթել, ապա դրանք միայն գրքերն էին, այլ սովետական հանրագիտարանները, որոնց մեջ չկար ինֆորմացիայի զարգացում։ Այս պահի դրությամբ սմարթֆոնները, որպես կրթության ոլորտի մի մաս, կարող են նպաստել երեխաների ուսումնառության բարձրացմանը, բայց նաև նպաստում են նրանց զուլացման, որովհետև նրանք արդեն սովորել են այդ գադջետներից այնպես օգտվել ու այնպես հմուտ օգտվել, որ այն ժամանակահատվածը, որ պիտի ծախսեին իրենց գիտելիքների զարգացման վրա, ուղղակի այսպես ծախսում են ավտոմատացված աշխատանքի վրա եւ արագ վերցնում են։ Դեռահասների ավելի քան 60% նորական 4 ժամից ավել օգտագործում է սմարթֆոն, ինչն ունի բացասական հետևանքներ՝ տեսողության վնասում, նյարդային համակարգի խանգարումներ, հակում դեպրեսիայի։ Կան իհարկե դասարաններ, որտեղ որ անհրաժեշտություն է դառնում շատ ժամանակ հեռախոսները հավաքելը, որովհետև երեխաները, ինչպես արդեն ասացի, նպատակային չեն օգտագործում դրանք եւ ստացվում է, որ հեռախոսները ավելորդ շեղում են ուսումնական գործընթացից եւ ավելորդ ագրեսիվություն են առաջացնում իրենց մոտ։ Գաղտնիք չեմ լինի բացահայտած, որ շատերը, անգամ մեծերը, կախվածություն ունենալով հանդերձ չեն գիտակցում, որ իրենք ունեն այդ կախվածությունը։ Մենք մեր դերում, մեր տեղում պետք է փորձենք հնարավորինս լցնել այդ բացը երեխաներին ոչ ֆորմալ կրթության ձևերի մեջ ընդգրկելով։ Այն պահից, երբ հեռախոսը սկսում է կառավարել մեզ, կտրելով իրականությունից, ուրեմն ժամանակն է անջատել էկրանը։ Շողեր Ղլիջյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։ Հատկապես շների կողմից մարդկանց վրա հարձակման դեպքերն ավելացել են։ Չորքոտանիներից վարակվելիս կանխարգելիչ միջոցներ չձեռնարկելու դեպքում մահն անխուսափելի է։ Մասնագետները վստահեցնում են, որ հիվանդության կանխարգելման միակ արդյունավետ միջոցը պատվաստումն է։ Թեմային անդրադարձել է Հասմիկ Վարադյանը։ Վերջին տարիներին հանրապետությունում կենդանիների, հատկապես շների կողմից մարդկանց վրա հարձակման դեպքերն ավելացել են։ 2019-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերը ներառյալ Հայաստանում արձանագրվել է կատաղության 4 դեպք, որոնք ցավոք ավարտվել են մահվամբ։ Եթե մենք համեմատենք 19-20 թվականների դեպքերը, մոտավորապես եթե արձանագրվել էին այդ 2 տարվա ընթացքում մոտավորապես 5000 դեպք, ուստի մենք արդեն այդ միտումը ունենալով բարձրացնում այս 25 թվականին մինչև վերջ 24 ու 25 թվականին մոտ ունենում ենք 10,000 դեպքեր մոտավոր, այսինքն մոտ 2 անգամ այդ հարձակման կենդանիների կողմից տուժելու դեպքերի քանակությունը ավելացել է։ Կարող ենք փաստել, որ 99% դեպքերում վարակման պատճառ հանդիսանում են շները, մնացած այդ 1%-ի մեջ մտնում են այլ կենդանիներ, վատուները, նաև ինչու՞ չէ գայլերը, շնագայլերը, աղվեսները։ Վիրուսի փոխանցման պատճառ կարող են դառնալ ոչ միայն թափառող, այլև ընտանիք կենդանիները։ Իհարկե հիվանդությունից ոչ մի կենդանի պաշտպանված չի, անկախ դրանից դա տանը պահում է, թե դա թափառող կենդանի է։ Իրականում, եթե շունը պատվաստված է լինում կատաղության հիվանդության նկատմամբ, պետք է պատվաստված լինի մասնավորապես հենց կատաղության հիվանդության նկատմամբ ու այդ ամբողջ պրոտոկոլով, ինստրուկցիայով, որը խորհուրդ է տրվում, պետք է դա ցուցումով ժամանակին արվի։ Հիվանդության գաղտնի շրջանը բավական երկար է 1 ամսից մինչև 1 տարի։ Վարակվելու դեպքում կանխարգելիչ միջոցներ չձեռնարկելու դեպքում մահն անխուսափելի է։ Հիվանդության կանխարգելման միակ արդյունավետ միջոցը պատվաստումն է, նշում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը։ Մինչև կենդանու կողմից վնասվածք ստանալը կատաղության կանխարգելում չի իրականացվում է միայն արդեն կենդանու կողմից տուժելու հետևանքով։ Դա կարող են լինել քերծվածքի թքոտման կամ մեծ վերքերի դեպքում, եթե կենդանին վնասվածք պատճառելուց հետո մինչև 10 օրվա ընթացքում չի սատկում, ապա պատվաստումների դեղաչափը սահմանափակում են 3 դեղաչափով։ Հաջորդիվ այլևս չի շարունակում։ Իսկ եթե կենդանին մարդուն վնասելուց հետո կորել է, հնարավոր չի հետևել կամ սատկել է, ապա այդ դեպքում դեղաչափերի թիվը հասնում է 5 դեղաչափի սահմանված սխեմայով։
Քաղաքացիները կատաղության դեմ պատվաստում կարող են ստանալ հանրապետության բոլոր առողջապահության առաջնային պահպանման կենտրոններում, ինչպես նաև բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում։ Ցանկացած դեպքում պատվաստումները պետության կողմից տրամադրվում են բնակչությանը անվճար բուժօգնության շրջանակներում։ Հարկ է նշել նաև, որ պատվաստումները կարող են իրականացվել նաև ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին եւ այս առումով էլ առողջապահության նախարարությունը հասանելիություն է ապահովել, սահմանվել են նաև հերթապահ բժշկական կազմակերպություններ, քանի որ կենթանու կողմից վնասվածքի դեպքում գործ ունենք ոչ միայն կատաղության կանխարգելման, այլ նաև փայտացման կանխարգելման հետ, պետք է երկու կանխարգելումն էլ անել։ Փայտացման դեպքում կարևոր է նաև անձի նախկինում ստացած պատվաստումային կարգավիճակը, քանի որ փայտացման կանխարգելումը ներառված է պատվաստների ազգային օրացույցում եւ պլանային կարգով իրականացվում է։ Մարմնի ցավ, ջերմաստիճանի բարձրացում, տենդ, անքնություն, ախորժակի կորուստ, շնչահեղձություն։ Կատաղությանը բնորոշ կլինիկական երևույթների առկայության դեպքում գրանցվում է մահ։ Մեր օրերում բժշկությունն անզոր է։ Վիրուսի ներթափանցումը եւ տարածումը տեղի ունենում նյարդաթելերով։ Նյարդաթելերով նա հասնում է մինչև կենտրոնական համակարգ, մասնավորապես գլխուղեղում է տեղակայվում եւ ախտահարելով գլխուղեղի հյուսվածքը առաջանում են կլինիկական փոփոխություններ, այսինքն էնցեֆալիտներ են առաջանում, վերջի տերմինալ ստադիայում տեղի ունենում շնչառության կանգ։ Եթե անձը վնասված ստանալուց հետո ստացել է կատաղության դեմ պատվաստման ամբողջական սխեման, այսինքն 5 դեղաչափ, հաջորդի մինչև 2 ամսվա ընթացքում կրկին վնասված ստանալու դեպքում որևէ պատվաստման անհրաժեշտություն չկա։ Սակայն 2 ամսից հետո ցանկացած վնասվածքի դեպքում կրկին պետք է դիմել բժշկական հաստատություն եւ պատվաստվել 2 դեղաչափ 0 եւ 3-րդ օրերին։ Մասնագետները նախազգուշացնում են վայրի, ընտանի կամ թափառող կենդանու կծածի դեպքում տուժածին անհապաղ ցուցաբերել առաջին օգնություն, գոլ ջրով ու օճառով լվանալ վերքը եւ առանց վարանելու դիմել մոտակա բժշկական կենտրոն։ Հասմիկ Վահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։ Գիրքը մարդու լավագույն ընկերն է, միայն թե սոցհարթակները ստվերել են թղթային տարբերակով գիրք կարդալը։ Երիտասարդների նախընտրած գրքերը նրանք են, որոնց վերնագրերն ու ցիտումները կհայտնվեն համացանցում։ Թե ինչ դեր ու նշանակություն ունի գրքի ներկայությունը մեր օրերում, հարցախույզով պարզել է Շողեր Ղլիջյանը։ Ընթերցանությունը դարձել է մարդկանց մի մասի համար առօրյայի անբաժան մաս, իսկ մյուսների համար դպրոցական տարիների հիշողություն։ Իսկ ինչ են կարդում հիմա։ Ուզում ես կրթվել, գիրք կարդա։ Սա բոլոր ժամանակների անհերքելի ճշմարտությունն է, թե երբ եւ ինչպես գիրքը նորաձևությունից դուրս մնաց, պարզեցինք հարցումներով։ Թերևս գտանք քաղաքացիների, որոնց համար գիրքն անբաժանելի է։ Վերջին անգամ որ գիրքն եք ընթերցել։ Թքած ունենալու նոր պարվեստը։ Վերջերս կարդացել եմ Ռափուխենթը, Սամվելը։ Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին։ Օդապարուկ թռցնողը։ Իսկ եթե ձեր ընկերոջը գիրք խորհուրդ տայիք, որը կլիներ։ Չարլին եւ շոկոլադե գործարանը։ Հայկական գրականությունից, դասական գրականությունից ես խորհուրդ կտայի ընթերցել միանշանակ Խաչատուր Աբովյան։ Ծաղիկներից մնաց հեռվում է կարդացել եմ 30 տարի առաջ։ Իսկ սիրելի հեղինակ ունեք։ Վանոս Սիրադեղյանը, Ավետիքի Սահակյանը, Թումանյանը, մեր հայ գրողները բոլորը։ Սիրելի հեղինակներ դետեկտիվ ժանրից Ագաթա Քրիստինա, իսկ վերջի ընթերցած գիրքը դետեկտիվ ժանրի հետ չունի, մասնագիտական է, Ֆրանց Վերֆելի Մուսալեռան 40 օրը։ Պատմական գիրք է, որի ընթերցման նպատակը ոչ միայն մասնագիտական գիտելիքները զարգացնելն է, այլ նաև ներկայիս իրողությունների հետ համեմատականներ տանելը։ Ռաֆու Սամվելից մինչև արտասահմանյան գրականություն։ Գրքեր ընտրելու հարցում նախասիրությունները տարբեր են։ Շատերը նույնիսկ խոստովանում են, որ գիրք կարդալու ժամանակ չունեն։ Ես ժամանակ չունեմ գիրք կարդալու։ Չեմ կարդացել։ Ժամանակ չունեմ։ Սմբատ Սմբատյանը դերևս դպրոցահասակ տարիներից է գրքեր վաճառում։ Պատմում է, թե որ ժամանակաշրջանում ընթերցասերներն ինչպիսի գրքեր են գնել։ Հասարակությունը այս առումով շատ է փոփոխվել։ Եթե միջև անկախությունը կամ անկախության առաջին 10-ամյակը հետաքրքրում էր իրանց ինքնակրթման գրականություն, դա կլինի գեղարվեստականով, դա կլինի մասնագիտականով, դա
կլինի արվեստով եւ այլն, բայց հիմի ավելի շատ հետաքրքրում է ժամանցային, թեթև երկու սերունդն էլ հետաքրքրվում է։ Մեծ սերունդը գեղարվեստական, պատմական, կենսագրական գրականություն, թղթային տարբերակ, ես երիտասարդներից հիմնականում մասնագիտական։ Երիտասարդները կարդում են այն, ինչը համացանցում է շրջանառվում։ Միայն թե ավագ սերունդը շարունակում է հավատարիմ մնալ իր ժամանակների դասականներին։ Չափազանց կարևոր է, որ մարդիկ իրենց ժամանակակիցներին կարդան, հատկապես որ ժամանակակիցն ասելիք ունի։ Այս առումով կարող ենք ասել, որ հենց երիտասարդները սկսել են կարդալ ժամանակակիցներին։ Սերունդների բախում միշտ լինում է, այլ հարց է բախումը ուր է տանում։ Ես իմ փորձով կարող եմ ասել, որ մեծահասակների հետ հատկապես բախումը լինում է արտասահմանյան գրականության շուրջ։ Սերունդների բախում նաև լինում է այն առումով, որ չի կարող երիտասարդին հետաքրքրող թեման գլոբալ առումով հետաքրքրել մեծահասակին։ Թվային տեխնոլոգիաների ժամանակներում, երբ սոցիալական ցանցերն են դարձել մարդու մտերիմ ընկերը, գիրքը կարծես թե ստվերում է մնացել։ Շողեր Ղլիջան, Բեն Անտոնյան, Արմալուր։ Եգիպտոսի ազգային հավաքականը նվաճել է աշխարհի 2026 թվականի առաջնության ուղղագիր։ Դորտմունդի Բորուսիայի անգլիացի կիսապաշտպան Ջոբ Բելինգեմը լրջորեն դիտարկում է գերմանական ակումբից հեռանալու հնարավորությունը։ Մարզաշխարհի նորությունները Լիաննա Ինջիղուլյանի սպորտային խճանկարում։ Խառամենամարտերի UFC նախկին չեմպիոն Քոնոր Մակգրեգորը որակազրկվել է հակադոպինգային կանոնների խախտման համար։ 37-ամյա իռլանդացին 2024 թվականին 3 անգամ չի հայտնել իր գտնվելու վայրը եւ տեսուչները չեն կարողացել նրան դոպինգ ստուգման ենթարկել։ Որակազրկման սկիզբը 2024 թվականի սեպտեմբերի 20-ից է, ավարտը 2026 թվականի մարտի 20-ը։ Քոնոր Մակգրեգորը 2021 թվականի հուլիսին ամերիկացի Դասթին Պորիեին տեխնիկական նոկաուտով պարտվելուց հետո չի մենամարտել։ UFC-ում Մակգրեգորն անցկացրել 28 մենամարտ, տարել 22 հաղթանակ, կրել 6 պարտություն։ Եգիպտոսի ազգային հավաքականը նվաճեց աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգիր։ Աֆրիկան գոտու ընտրական մրցաշարի A խմբի 9-րդ տուրում Հուսամ Հասանի գլխավորած թիմը մրցակցի դաշտում 3-0 հաշվով հաղթեց Ջիբութիի հավաքականին։ Փարավոններից դուբլ գրանցեց Մուհամեդ Սալահը։ Եգիպտոսը 23 միավորով ապահովեց խմբում առաջին տեղը, պատմության մեջ 4-րդ անգամ նվաճելով մունդիալի ուղեգիր։ Դորտմունդի Բորուսիայի անգլիացի կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը լրջորեն դիտարկում է գերմանական ակումբից հեռանալու հնարավորությունը։ 20-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է, որ քիչ խաղաժամանակ է ստանում Բորուսիայում։ Այս մրցաշրջանում Բելինգհեմ կրտսերը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման, բայց արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Ջոբը Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի եղբայրն է։ Նրա պայմանագիրը Բորուսիայի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի հունիս։ Շաբաթվա լրահոսն այսպիսին էր Արմալուրի դիտանկյունից։ Կհանդիպենք հաջորդ կիրակի։